Բարի օր հարգելի հետևորդներ, ժամի կարևոր նորություններով եթերում է IBC լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Հայաստանը դեռ չի կարող պարզել իր հայրենակիցների վիճակը Իրանում և Սիրիայում, Սփյուռքի հարցերով հանձնակատարը ասուլիս է հրավիրել։ Ինչու են դատական գործերը շատացել, Նիկոլ Փաշինյանը պատճառներ է ներկայացրել։ Արդարության եւ արդարադատության ոլորտում խնդիրների հետ կապված լինի։ Դատախազությունը պահանջում է կալանավորել Սամվել Կարապետյանին, ինչ են պատրաստվում անել փաստաբանները։ Թրամփը հայտարարում է, որ Թեհրանը ցանկանում է բանակցություններ վարել, ինչ վիճակ է Իրանում։ Ավելի քան 2 շաբաթ շարունակվող բողոքի ցույցերը Իրանում վերածվել են լայնածավալ եւ արյունալի անկարգությունների։ Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով զոհերի թիվն արդեն անցել է 500-ը։ Reuters գործակալության փոխանցման վերջին 2 շաբաթների ընթացքում զոհվել է 490 ցուցարար եւ անվտանգության ուժերի 48 աշխատակից։ Իսկ ձերբակալվածների թիվը գերազանցել է 10600-ը։ Ստեղծված վիճակում Իրանի կառավարությունը երկրում երրորդյա ազգային սուկ է հայտարարել։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկրում տեղի ունեցող բողոքի ցույցեր չեն, այլ Իրանի դեմ ուղղված ահաբեկչական պատերազմ։ Նրա խոսքով իրավիճակը ներկայում ամբողջությամբ վերահսկվում է։ Արաղչին նաև հայտնել է, որ անկարգությունների ընթացքում հրկիզվել է 53 մզկիթ։ Այնինչ տեղի է ունենում հիմա բողոքի ցույցեր չեն, այլ երկրի դեմ ահաբեկչական պատերազմ։ Ցուցարարները հրկիզել են 53 մզկիթ, ոչ մի իրանցի դա չէր անի։ Հունվարի 8-ից 10-ը ցուցարարների շրջանում եղել են զինված ահաբեկիչներ, որոնք կրակել են անվտանգության ուժերի, ոստիկանության եւ քաղաքացիական անձանց վրա։ Նրանց նպատակն էր ավելացնել զոհերի թիվը, քանի որ Թրամփն ասել էր, որ կմիջամտի, եթե զոհերի թիվն աճի։ Մենք ձայնագրություն ունենք, որտեղ ասում է, որ կարելի է կրակել ցանկացած մեկի վրա, նույնիսկ ձեր կողքին գտնվող սովորական մարդկանց։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի գործող իշխանության ներկայացուցիչները կապ են հաստատել իր հետ եւ առաջարկել բանակցել։ Կարծում եմ, նրանք հոգնել են Միացյալ Նահանգներից հարվածներ ստանալուց, լրագրողներին ասել է Թրամփը։ Նրա խոսքով հանդիպումը նախաձեռնել է ամերիկյան կողմը, պաշտոնական Թեհրանը այս հայտարարությանը դեռ չի արձագանքել։ Իսկ Իրանի վերջին շահի որդին եւս ուղերձ է հղել։ Նա հայտարարել է, որ այսպես կոչված ազգային ապստամբության նոր փուլ են մեկնարկել Իսլամական Հանրապետությունը տապալելու նպատակով։ Նա իր ուղերձում հայտարարել է, որ վերջին 2 շաբաթվա ընթացքում զանգվածային ցույցերը ցնցել են իշխող ռեժիմի հիմքերը։ Մենք չենք նահանջի, Իրանի ազատությունը մոտ է, մենք միայնակ չենք, միջազգային աջակցությունը շուտով կժամանի։ Իրանում և Սիրիայում վերջին օրերի զարգացումների մասին Հայաստանի Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտարարել է, որ ուրբաթ օրվանից որևէ տեղեկություն չեն ստացել այնտեղ գտնվող մեր հայրենակիցների մասին։ Տվյալ չի ստացվել եւ առայժմ հնարավոր չէ կապ հաստատել այնտեղ գտնվող մեր հայրենակիցների հետ։ Հարցին, թե Հայաստանը հնարավոր է տարհանում կազմակերպի, թե ոչ, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ասաց, չունեն բավական տեղեկություն, որպեսզի կարողանան խոսել տարհանման մասին։ Սիրիայի այս վիճակը մի տեսակ քրոնիկ է, այսինքն մարդիկ արդեն սովորել են։ Ես ցավով եմ դա ասում, որովհետև իհարկե մեր դիրքորոշումը նա է, որ Հայաստանում շատ ավելի լավ է, եթե հնարավորություն ունեք, ու այդ հնարավորությունը եղել է, այսինքն խաղաղ պայմաններ լինում են բարբերաբար, եկեք Հայաստան, եկեք հայրենիքում բնակվեք, որովհետև ապագան շատ մշուշոտ է Սիրիայում։ Եվ նույնիսկ հիմա էլ այս բախումները, որ Հալեպում կան, բավական լուրջ բախումներ են կառավարական ուժերի եւ քրդական միավորումների միջև, այս ամբողջ ընթացքում մենք մեր հայրենակիցների հետ կապի մեջ ենք, մենք գիտենք ռեալ ժամանակում, թե ինչ է տեղի ունենում, կոնկրետ այդ օրը, այդ գիշեր ինչ զարգացումներ եղան։ Իրանում մենք ուրբաթ օրվանից տեղեկություն չունենք, այս պահին էլ մենք չենք կարողանում կապնվել մեր հայրենակիցների հետ, որը մեզ շատ է անհանգստացնում, եւ շարունակելու ենք մեր ջանքերը կապ հաստատելու նման դեպք, երբ որ եղավ 12 օրվա պատերազմի ընթացքում, եթե հիշում եք Իսրայելի եւ Իրանի միջև, եթե չեմ սխալվում, մայիս ամսին էր, մենք սկսեցինք ռեսուրս ձեռք բերեցինք սահմանին, Մեղրիում եւ այնտեղ սահմանը անցնող մեր հայրենակիցների միջոցով էինք ինֆորմացիան սկսում ստանալ, երևի նույն բանը հիմա այսօրվանից սկսենք անել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աշխարհաքաղաքական խաղում մի քանի ուղղություններով է շարժվում։ Թրամփի աչքը շարունակում է մնալ Գրենլանդիայի վրա։ Նա ասել է, որ եթե ԱՄՆ-ն չվերցնի Գրենլանդիան, այն կարող են վերցնել Ռուսաստանը եւ Չինաստանը, քանի որ կղզին իրականում չունի սեփական պաշտպանություն։ Այն պաշտպանված է ընդամենը 2 շնասահնակով, շեշտել է Թրամփը եւ հումորով հավելել. «Գիտեիք այդ մասին 2 շնասահնակով»։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ իշխանությունները պատրաստ են լսել ժողովրդին եւ լուծել տնտեսական խնդիրները, կոչ անելով իրանցիներին դուրս գալ փողոցներ, հստակ արտահայտելու իրենց պահանջները եւ թույլ չտալու սադրիչներին անկարգություններ հրահրել։ Փեզեշքյանը նշել է, որ իրական ցուցարարները բողոք են հայտնում, այլ ոչ թե հրդեհում շուկաներն ու մզկիթները կամ կատարում հանցագործություններ։ Իրանում անկարգությունները կազմակերպվում են Ամերիկայի եւ Իսրայելի կողմից, նշել է նա։ Իրանի Իլամի նահանգում ցուցարարները պղծել են մեծ մզկիթը եւ այրել Ղուրանը։ Հակակառավարական ցույցերին զուգահեռ որոշ քաղաքներում էլ անցկացվում են գործող իշխանություններին աջակցող հանրահավաքներ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը անդրադառնալով Իրանում տեղի ունեցող ցույցերին հայտարարել է. Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել Իրանին ազատության ձգտման հարցում։ Հալեպի Շեյխ Մաքսուդ եւ Աշրաֆիե թաղամասերում կայունությունն աստիճանաբար վերականգնվում է, հայտարարել է Հալեպի նահանգապետ Ազամ Ալ-Ղարիբը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայի դեմոկրատական ուժերի քուրդ մարտիկները լքել են Շեյխ Մաքսուդ թաղամասը։ Քրդերը վերահսկում էին թաղամասը 2011 թվականին Սիրիայի քաղաքացիական պատերազմի մեկնարկից ի վեր։ Կուբան տարիներ շարունակ ապրել է Վենեսուելայից ստացվող հսկայական քանակությամբ նավթի եւ փողի հաշվին։ Դրա դիմաց այն գաղտնի ծառայություններ է մատուցել վերջին 2 վենեսուելացի բռնապետերին, բայց այլևս այդպես չի լինի, հայտարարել է Թրամփը հավելելով. Կուբա այլևս նավթ եւ փող չի գնա։ Ես խստորեն կոչ եմ անում նրանց գործարք կնքել, քանի դեռ շատ ուշ չէ։ Հրդեհ է տեղի ունեցել Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում, բռնկվել է ուղևորներից մեկի ձեռքի ուղեբեռը։ Հաղորդվում է, որ կրակն արագ մարվել է, ինքնաթիռը բարեհաջող վայրեջք է կատարել եւ ոչ ոք չի տուժել։ Թե ինչն է կոնկրետ հրդեհվել, չի նշվում։ Վարկածներից մեկի համաձայն հրդեհվել է ուղևորի power bank-ը։ Տրանսպորտի փոխարեն դահուկներ։ Ուկրաինայում ձիանառատեղումների դեմ պայքարում են դահուկներով։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորքյան, ABC Media։ Գլխավոր դատախազությունը եւ քննչական կոմիտեն վերաքննիչ բողոք են ներկայացրել գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքի որոշման դեմ, խնդրանք պահանջ ներկայացնելով կալանավորել նրան, հայտնել է պաշտպան Արամ Վարդևանյանը։ Վարդևանյանը նշել է, որ փաստաբանական թիմը եւս ներկայացրել է եւ դեռ պատրաստվում է ներկայացնել վերաքննիչ բողոքներ տնային կալանքի որոշման դեմ։ Հիմա դուք պատկերացրեք, եթե իրավաբանները տրամաբանություն չեն տեսնում ընդհանրապես, քանի որ փաստարկ չկա, հիմք չկա, հիմնավորում չկա, բայց կա պահանջ, խնդրանք ամեն կերպ կալանքի։ Դա ամբողջությամբ քաղաքական աբսուրդային հետապնդման տրամաբանության մեջ է։ Իդեպ որ պատկերացրեք տնային կալանքի 1 օրը համարժեք է կալանքի 1 օրվան։ Հենց նաև դրա համար է, որ Սահմանադրական դատարանը, Եվրոպական դատարան տնային կալանքը եւ կալանքը իրենց ինտենսիվության տեսանկյունից նույն հարթության մեջ են դիտարկում։ Իսկ վերաքննիչ դատարանը Արշակ Սրբազանի կալանքի դեմ բողոքի վերաբերյալ որոշումը կկայացնի այսօր, տեղեկացրել է փաստաբան Արսեն Բաբայանը։ Դատարանը բողոքը քննելու է գրավոր ընթացակարգով։ Փաստաբանը այսօր երեկոյան վերաքննիչ դատարանից հեռախոսազանգով կտեղեկանա կայացված որոշման մասին եւ կհայտնի։ Հացադուլ հայտարարած Նարեկ Սամսոնյանին տեղափոխել են պատժախուց, քանի որ քրեակատարողական հիմնարկում չկա հացադուլ անցկացնելու համար նախատեսված մեկ այլ խուց, գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Նրա խոսքով քրեակատարողական հիմնարկը պատժախցում ապահովել է անհրաժեշտ պայմանները, հիշեցնեմ, Սամսոնյանը արդեն 3 օր է հացադուլ է անում։ Իսկ ինչու են դատական գործերը շատացել, այս հարցին փորձել է պատասխանել վարչապետ Նիկոլ Փաշինյանը պանելային քննարկման ժամանակ։ Նա նկատել է, որ հնարավոր է պատճառը այն լինի, որ դատարանների նկատմամբ վստահությունը մեծացել է ու հենց դրա պատճառով հայցերի թիվն աճել է։ Օրինակ կարող կապված լինի հետևյալը, որ դա նաև արդարության եւ արդարադատության ոլորտում խնդիրների հետ կարող կապված լինի, կարա գուցե
Երկրորդը կարող է մեր դատական համակարգի նկատմամբ այնուամենայնիվ վստահությունը մեծացել է եւ մարդիկ հավատում են, որ կարան դատական ճանապարհով հարց լուծեն։ Տարբերակա, դա էլ կարող լինի։ Կարա նաեւ պատճառներից մեկն էլ լինի, որ այն հարցերը, որ նախկինում կամ սենց ձևակերպեմ հարցերը այլ զարտուղի ճանապարհներով հնարավոր չի լինում լուծել, որովհետև եթե զարտուղի ճանապարհով պետք է լուծես, էլ գնում ես դատական համակարգում էլ ինչ անես կամ այդ գործը պետք է չհասնի դատական բանի։ Իսկ այս ամենի մեջ դրականն այն է, ըստ Արդարադատության նախարար Սրփուի Գալյանի, որ այսօրվա դրությամբ դատապարտյալների թիվը 24-ով գերազանցում է կալանավորների թվին։ Վերջին 5 տարիների համար պատմական ցուցանիշ ենք գրանցել դատապարտվածների եւ կալանավորվածների հարաբերակցության մասով, այսօրվա դրությամբ մենք 24 հոգով ավել դատապարտյալ ունենք, քան կալանավոր անձ։ Վերջին 5 տարիների ընթացքում նման ցուցանիշ չենք ունեցել եւ մշտապես կալանավորների թիվը եղել է ավելի մեծ, քան դատապարտված անձանց թիվը։ Սա շատ մեծ դրական ցուցանիշ ենք համարում։ Պարզվում է Շվեյցարիայի թեմը տեղյակ չի եղել առաջնորդական տեղապահ Տեր Գուստան ծայրագույն վարդապետ Ալճանյանի քայլերից։ Հիշեցնեմ, որ օրերս տեղապահ հայտարարել էր, որ աջակցում է Փաշինյանի նախաձեռնած այսպես կոչված եկեղեցու բարենորակման ծրագրին։ Շվեյցարիայի թեմը դատապարտել է թեմական առաջնորդի հայտարարություններն ու իր աջակցությունը հայտնել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին։ Վեհապար Հայրապետի արտոնությամբ եւ տնօրինությամբ էր Հայր Գուսանը նշանակվել թեմի առաջնորդական տեղապահ։ Այս առիթով հայտարարում ենք, որ շվեյցարահայ թեմն անտեղյակ էր այս որոշմանը եւ որպես եկեղեցական կառույց բացարձակապես մերժում է քաղաքական որևէ շարժման մաս կազմել կամ ներգրավվելը։ Մերժում ենք բոլոր պարակտիչ դրսևորումները, հավատարիմ մնալով հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու նվիրապետական կարգին եւ իր գահակալ Վեհապար Հայրապետին, Գարեգին B ամենայն հայոց կաթողիկոսին։ Իսկ եկեղեցու դեմ գործող իշխանության սկսած արշավին միացած Տեր Գուսանը 3 պատարակ է մատուցել, որին համայնքը չի մասնակցել, եկեղեցին դատարկ է եղել։ Կրքերը չեն հանդարտվում նաև Մասյացյոտնի թեմի շուրջ կանոնական դաշտ վերադառնալու մի քանի հորդորներից հետո ամենայն հայոց կաթողիկոսը վարչապետի միացած Գևորգ եպիսկոպոս Սարոյանին ազատել է Մասյացյոտնի թեմի առաջնորդի կոչումից։ Թեմի նոր տեղապահը Ռուբեն Վարդապետ Զարգարյանն է 3 կատարակ մատուցել Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում։ Պատարակի ընթացքում նա հայտարարել է իրեն սպասվում է հերթական դժվար ուղին։ Ես 15 տարի մեր հանրապետության քրեակատարողական հիմնարկներում եմ ծառայել։ Լավ թե վատ, բայց դժվար ծառայության ուղի է եղել։ Երբ այս խոթորկուն շրջանում մեր եկեղեցու կյանքում եւ պառակտված է մեր եկեղեցին ներսից, դրվեց այս ընտրությունը մեր սիրելի Վեհապար Հայրապետի կողմից եւ նաեւ թեմի քահանայած դասի մեծամասնության կողմից։ Ինձ մնում էր ընտրել։ Ես չէի կարող չընտրել, այո չասել, որովհետեւ այլապես իմ 7-ամյա կամ 10-ամյա վարդապետական քարոզչական գործունեությունը կզրոյացվեր։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերի գլխավոր թողարկումը եթերում կլինի ժամը 18-ին, տաղավարում կաշխատի իմ գործընկեր Աննա Սարգսյանը։ Ես Սվետլանա Պետրոսյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար։